Քնարեք դու իմ նկարը գրկած անդադ վազվզել ես։ Եկեղեցու կաթողիկոսի հարցը քննարկելու ժամանակ։ Այսօր մենք եկեղեցու հարցը քննարկում։ Ուրեմն ուշադիր լսեք։ Ուշադիր լսեք։ Գոնե ինձ եկեղեցու հետ կապված հարցերը տալու զգուշ եղեք, որովհետև նաև եկեղեցին մասնակից է եղել, իհարկե Երուսաղեմի պատրիարքությունը, մեր այն լայնածավալ ծրագրերը, որ պատերազմի հետևանքով անդամալուծ դարձածներին քանի խմբեր եմ ես կազմակերպել, ուղարկել նաև բանակի հոգևոր ղեկավար կազմի հետ միասին, նաև պատրիարքության հետ, Երուսաղեմի, նաև մյուս հոգևորականների հետ, նաև հոգևորականներն են մասնակցել պատերազմին, զոհեր ունենք, վիրավորներ ունենք։ Հիմա այստեղ եկեղեցու խնդիրը նաև գաղտնիք չէր, որ Ամրան Բաբաջյանը բացահայտեց, որ գերիների հարցով իմ մտքով անցավ, որ նկատի է նաև եկեղեցական կառույցները օգտագործել, հակտարարնելով, որ Ստամբուլում մեր պատրիարքը ունի որոշակի կշիռ, որով կարելի է նաև Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել գերիների հետ վերադարձի սխեմատիկ հարցերը եւ դա արվել է։ Հիմա եկեղեցի պետություն այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն։ Եկեղեցին պետք է չխառնվի։ Պետության ինչպես է կարգավորել եթե։ Հիմա դու հարց տվեցիր։ Դե հիմա լսի իմ պատասխանը, ընդ որում իմ պատասխանի մեջ շատ բաներ կա, որ ես կարող եմ տողատակով ասեմ, դուք պետք է հասկանաք։ Եկեղեցին միշտ կարևոր դերակատարություն ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ, բայց եկեղեցին պետք է հարցեր կամ դի պատասխանի ինքը պետք է լուծումներ գտնի։ Երբ որ հոգևորականը Կիրանցում խնդիր էր քաղաքական դնում եւ գալիս էր Երևան, եւ հիմա խնդիրը չլուծելով ինքը Կիրանցից հեռացել է, բայց եկեղեցին ինքը դարձավ թիրախ։ Նաև հասարակության մեջ, որտեղ պարզ չեղավ, եկեղեցին ինչի համար է պատասխանատու։ Եկեղեցին բոլոր իր կանոնակարգային պահանջները փայլած չես լսում ինձ։ Ես որ մեկ խոսում եմ, չնայած հարցազրույց աշխատում եմ տալ այնտեղ, որտեղ ուզում եմ, չի հարցը։ Եկեք հարաբերությունների մեջ լարվածությունները հեռացնենք, գտնենք լուծումներ։ Որն է այդ լուծումները։ Այս հարաբերությունների մեջ այն ինչ որ Աստծուն ասում, ինչ որ կեսարինը։ Եկեք հիմա այդտեղ չխառնելով, նաև եկեղեցին ինքը այդ կուսակրոնության հարցը ինքը լուծեր վաղուց։ Վաղուց լուծացել էր, վերջին հաշվով լուսավորիչը ինքը ընտանիք է ունեցել։ Կառավարման 7 տարի հետո ինչու Փաշինյանը հիշեց եւ այս հարցը դարձած օրակարգային։ Ես կարծում եմ դուք առիթ կունենաք հանրապետության վարչապետին այդ հարցը տալու։ Բայց ես մի լավ բան եմ տեսնում այս ամենի մեջ, այս քննարկումները բացի որ քաղաքական ինչ որ նրբերանգներ են ստանում, այս քննարկումները մեզ բոլորից մաքրում են։ Մենք այնուամենայնիվ պատվիրաններին պետք է ավելի լուրջ վերաբերվենք, մեր պարտականություններին պետք է լուրջ վերաբերվենք, մեր հավատին, ինքներս մեզ, մեր ընտանիքներին, հատկապես չշնանալու հարցում։ 2018-ին Փաշինյանն ասում է պետք է պետությունը չխառնվի եկեղեցին։ Դու որ ալիքն Երևան որոնց։ Ֆակտորն է։ Բա ուր են Նարեկ Կիրակոսյանը։ Հարցին պատասխան։ Որն է։ Տեսար այն բանը։ Եկեղեցուն արդյոք հնազանդեցման փորձ չի արվում այս կերպ։ Ո՞ւմ է հնազանդեցնենք։ Որ հնազանդեցնող լինենք, ձեզ կա հնազանդեցնենք, ինչի մասին է խոսքը։ Նահապատակ հրաժարական Ինչ կա քո գործելությունը։ Հիմա որ ալիքում բոլորը սենց Պարոն Քոչարյան, իշխանահպատակ կաթողիկոս եք։ Ոչ, ուզում ենք ամբից պատրոզգոս Աստծո կամքով, թե դա երբ կլինի, Աստված գիտի։ Իմիջիալոց կատակով ժամանակին մի հատ գաղտնիք ասեմ։ Չգիտեմ անուններ տամ թե չէ, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հանրապետության առաջին նախագահը, այսպես որ կատակներ ունենք, սիրում է կատակներ անի եւ նայում էր ասում էր՝ «Վայ, Լիլիթ, անուններ չեմ տալու, բայց դու կարաս ասես ում կարա վերաբերվի»։ Ասում էր, որ եթե այս երկու քաղաքական գործիչները երեխա չունենային, իդեալական վեհապարի տեխնացու եք։ Հիմա դուք այդ հանձնախմբում կարող եք։ Ոչ, ես կուսակրոն չեմ։ Չէ, այդ հանձնախմբը որ պետք է կաթողիկոսը։ Ես այս հարցերը թողեք հորով մորով անենք, ինչի մասին է խոսքը։ Այս անվտանգային հարցերը դուք հետևել եք, ասենք այս 2 օրը։ Դուք եք Իրանում ինչա կատարվում, ինչ ռիսկեր ու վտանգներ եք։ Թորոսյանը, ես այնքան ուրախ եմ, որ այստեղ է։ Պարոն Թորոսյան, քո պարտականությունների մի զգալի մաս ես եմ անում։